Հանրապետական Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը հատկապես ահռելի չափերի հասավ 1940-ից 60-ականներին եւ այսօր էլ շարունակվում է երբեմն քողարկված եւ խորամանկ ձևով։ Սկսած 2000-ական թվականներից հայկական մի շարք եկեղեցիներում իրականացվող վերականգնողական եւ ամրակայման աշխատանքները հաճախ միայն ցուցադրական են եւ առանց մասնագիտական պատշաճ մոտեցման։ Ակնհայտ էր, որ այդ քաղաքականությունը պայմանավորված էր ԵՄ-ին անդամակցելու համար պարտավորությունների կատարման պատրանք ստեղծելով։ Օրինակ 2000 թվականին Թուրքիան ստորագրել է ՄԱԿ-ի պայմանագիրը, որով պարտավորվել է պահպանել իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային արժեքները։ Հետևաբար Թուրքիան պետք է ոչ միայն չոչնչացնի հայկական մշակույթի առանց այն էլ սակավ մնացորդները, այլև պահպանի ու վերականգնի դրանք։ 1987 թվականին Եվրախորհրդարանի բանաձևի 6-րդ կետը Թուրքիայից պահանջում է ուշադրություն դարձնել հայ համայնքի լեզվին, մշակույթին, կրթական համակարգին, հոգատար լինել իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ։ Հայկական ժառանգության նկատմամբ թուրքական քաղաքականությունը թևակոխել է արդիական, վերլուծաբանների բնորոշմամբ եվրոպականացված փուլ, երբ արդեն դատապարտելի են պայթեցնելն ու քանդելը, բայց դրանց բացահայտ յուրացման կամ ծագումը որպես անհայտ վերացած ժողովրդի ներկայացնելու համար դեռևս միջազգային հանրությունը պատասխան չի պահանջում։ Արևմտյան Հայաստանից հայկական հետքը հիմնովին ոչնչացնելու թուրքական պետական ծրագիրը հաջողությամբ իրականացվում է նաև հասարակական մակարդակում։ Տարիներ շարունակ գանձախույզները ոսկի գտնելու մարմաճով քանդել են բազմաթիվ եկեղեցիների, հին հայկական տների հիմքեր եւ գերեզմաններ։ Հերթականը վերջին աղմկոտ դեպքն էր։ Վանի ափամերձ շրջանում Դիլքայա գյուղի մոտ թուրքերը հայկական գերեզմանատան վրա հանրային զուգարան են կառուցել։ Այս դեպքի շուրջ աղմուկը դեռևս արդյունք չի տվել։ Պատգամավոր Կարո Փայլյանի եւ մի քանի անհատների բողոքի ձայնն էլ այդ երկրում դեռ որոշիչ չէ։ Լիլիթ Մուրադյան, օրակարգի համար։